Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Գյումրի ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է, ողջույն, պարոն Բարսեղյան։ Այդ ինչով սկսենք, հա, ինչու գյումրեցիները ոչ միայն ձեզ չտեսան քաղաքապետ Ավագանու անդամ, այլև տեսան քաղաքապետ մեծ հաշվով Վարդան Ղուկասյանին եւ հիմնական նախկին իշխանություններին, քոչարանական, սերսարքսյանական թևերին հարող կամ հենց նրանց ներկայացնող ուժերին որպես քաղաքային կառավարիչներ։ Ես չէի ընդհանրացնի, որտեղ գյումրեցիները քվե են տվել 9 քաղաքական ուժերի 374 հոգու, ասենք 2100-200 հոգի մեզ են տեսել որպես քաղաքային իշխանություն, 17000-ից ավելի Սարիկ Մինասյանին, 10000-ի կարգի Վարդան Ղուկասյանին, իմ համոզմունքը մնում է նույնը, որ սա գաղափարական ընտրություն չէր եւ ամեն մեկը ընտրել է նախ եւ առաջ իր նմանին իր արժե համակարգով, նայել է ով է մոտ իր արժե համակարգին, այդպես էլ ընտրել է, այս համոզմունքը ես ունեի իհարկե նաեւ ընտրություններից առաջ, նախորդ ընտրությունների ժամանակ, այն նախորդ ընտրությունների ժամանակ եւ այդպես շարունակ։ Ճիշտ է ասել կրիմինալը հաղթեց Գյումրիում։ Չէ, սխալ է այդպես միանշանակ ընդհանրացումները այս դեպքերում ինձ թվում է, որ կոպիտ սխալ են եւ դժբախտաբար, եթե նույնիսկ դա դիտավորյալ չի արվում, դա թույլ չի տալիս խորանալ պատճառների մեջ եւ քողարկում է ընտրությունների իրական էությունը։ Ղուկասյան Վարդանը գիտենք, որ մեղադրյալ է պաշտոնական թիրքի չարաշահման, փողերի լվացման մասով։ Ասում են նա բավականին լավ քաղաքապետացու կարող է լինել ԿՊ-ի համար։ Հաշվի առնելով ճնշման լծակները։ Ենթարկվող քաղաքապետացուն ուրիշ բան է, լավ քաղաքապետացուն ԿՊ-ի համար ուրիշ բան է։ Նշեցի քաղաքական իմաստով։ Ես չեմ կարծում, թե ԿՊ-ի շահերի մեջ է քաղաքում ունենալ վատ կառավարվող, բայց ենթարկվող քաղաքապետ։ Ես շատ հեռու եմ այն մտքից, թե քաղաքացիական պայմանագիրը հասկացել է, թե ինչ է արել անցած կոնե 1 տարվա ընթացքում, երբ Գյումրիի կոալիցիան խզեց, դուրս եկավ, դարձավ ընդդիմություն, չդիմացավ որպես ընդդիմություն, նույնպես շատ վատ աշխատեց, այնինչ ուներ 11 հոգի Ավագանու կազմում, կարող էր շատ արդյունավետ ընդդիմություն լինել, եւ վերջը քրեական գործերի բերումով եկավ վիճակը հասավ նրան, որ ճգնաժամ ձևավորվեց Գյումրիում, երևի քաղաքացիական պայմանագրի կամ թույլ տվեք ասել, այս process-ի գաղափարախոսների մտքով անցնում էր, թե կհաջողեն քաղաքում ունենալ միանձնյա միահեծան կառավարում, սխալ են գնահատել դրությունը իրենց մեղքն է։ Կոնսոլիդացիա չեն սպասում նախկին իշխանություններին հարող ուժերին, հա։ Կարող է թերակնահատում էին այդ կոնսոլիդացիան։ Հիմա այդ կոնսոլիդացիան էլի բավարար որակ եւ կշիռ չունի, թեպետ կարող են 4 ուժերը քվեարկեն Ղուկասյան Վարդանի օգտին քաղաքապետ դարձնեն, բայց տպավորությունն այն է, որ աջակցող ուժերը, 3 խմբակցությունները ուզում են ձեռները լվալ մնացած պատասխանատվությունը չստանձնելով։ Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից էլ դա հասկացաք, նա ոնց որ ասում է, չենք ուզում իրեն ընտրենք, բայց ընտրում ենք, որ մեզ չասեք իշխանական ըստեյության, դա է։ Դե Մարտունը Գրիգորյան հայտարարել էր, որ քաղաքացիական պայմանագրի չի լինելու քաղաքապետը, երկար մտածելուց հետո հանգել են այդ եզրակացությանը, որ ինչ որ քանակությամբ քվե կտան, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, բայց պատասխանատու չեն ինչ կկատարվի հետո։ Ըստ երևույթին նկատի ունեմ, որ գոնե 1 քվեով ավել քվե կստանա, 15 քվե կստանա Ավագանու ամսի 16-ին նիստում եւ կանցնի կամ կվազանցի քաղաքացիական պայմանագրին, որն ունի 14 քվե Ավագանու կազմում, բայց եւ ուզում է ասել, որ ասում է, որ ինքը քաղաքական պատասխանատվություն չի ուզում ստանձնել, այդպես չի լինում։ Մարդուն հրավիրում եք ձեր տուն տրաքած ջրերը նորոգելու, հա, դուք եք հրավիրում, ձեր քվեով է այդ մարդը դառնում ձեր տան փականագործը, հետո այդ մարդու հնարավոր բոլոր գործողությունների համար, լավ թե վատ, արդյունավետ, անարդյունավետ չեք ուզում պատասխանատվություն ստանձնել, բոլոր նրանք, ովքեր կքվեարկեն որևէ մեկի օգտին, որպեսզի նա քաղաքապետ դառնա, ընտրողներից սկսած, վերջացրած նրան Ավագանու կազմում քվե տվողները պատասխանատու պիտի լինեն այդ մարդու բոլոր գործողությունների համար եւ հաջողակ եւ ցախողակ հնարավոր գործողությունների համար ասելով չէ, էլի որ ես պատասխանատվություն չեմ ստանձնել, ուղղակի
Մարտուն Գրիգորյանի դեպքում էական է նշել, որ այդ հայտարարությունից դատելով, չեմ խոսել հետը, դատելով հայտարարությունից ընդհանրապես այդ մի ճակերտավոր լավությունն է անում Վարդան Ղուկասյանին վերջինիս խորությամբ կրակը գցելով ճիշտն ասած ժամանակը ցույց բացատրեմ այդ մի լավությունն է անում այն իմաստով որ լավ քվեն կտանք կդառնաք քաղաքապետ կգնաք ձեր կաբինետը կնստեք այնտեղ այս անգամ իհարկե վարչապետի նկարը չեք փակցնի պատին ինչպես փակցնում էիք նախկինում երկրի թիվ 1 պաշտոնյաների այն մնացած մասով աջակցելու տրամադրություն ես չտեսա մանավանդ այդ շեշտադրումը որ չենք ուզում պատասխանատվություն ստանձնել հիմա շարունակությունը նայեք Այն մյուս երկու քաղաքական արբանյակ սատելիտ ուժերներ ոնց որ թե ընդամենը քվե են տալիս եւ մնացածի մասով չեն ուզում խառնվել, այո, եւ ստանձնել 4 քաղաքական ուժերի նպատակը այն առաջնային եւ թույլ տվեք ասել պրիմիտիվ նպատակը կիրականացվի, ԿՊ-ն իշխանություն չի ունենա քաղաքում։ Թե քաղաքի հերը ոնց կանիծվի, ինչպես են խփելու աչքը հանեն քաղաքի, այդ իրենց չի ուզում, առայժմ չի ուզում։ Եկուս մյուս օր կհուզի, չի հուզի։ Պարզ է որ իրենք հաշվարկ ունեն, որ այս մեխանիզմով գուցե զարգացնեն այս պայմանական հաջողությունը ազգային ժողովի ընտրություններում կարողանան, հա, սա որպես նախաբան այդ մասի։ Իսկ քաղաքային կառավարման հարցի հետ կապված շատ էական է, թե քաղաքացիական պայմանագիրը իր 14 հոգով, ինչը զգալի ուժ է, 30 հոգու մեջ, արդյոք կամենա լինել որակյալ ընդդիմություն, թե կլինի իրացիոնալ կամ խռովկան ընդդիմություն, եթե կամենա լինել որակյալ ընդդիմություն, իհարկե լուրջ փորձի եւ գիտելիքների կարիք ունի, որպես տեղական ինքնակառավարման կարևոր դերակատար, քաղաքապետ, հնարավոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բերած բոլոր նախագծերը շատ մեծ դժվարությամբ են անցնելու 13 հոգով, նույնիսկ 8 հոգով, բերելու է շատ կարևոր փաստաթղթեր օրենքի ուժով։ Դա համայնքի զարգացման հնգամյա ծրագիրն է, տարեկան աշխատանքային պլանն է, բյուջեն է, ըստ այդմ համայնքապետարանի եւ հողակների հաստիկացուցակներն են, դրույքաչափերն են, տեղական турքերի եւ վճարների դրույքաչափերն են, դրանք են հիմնարար 5-6 փաստաթղթերն են, որոնցով քաղաքը եկամուտները ապահովելու, ծախսերը անելու, ծառայությունները մատուցելու, հələ չեմ խոսում այն մասին, թե խոստումներ դեռ պիտի կատարես, հա, բաներ է իր խոստանում, հա, հիմա չխորանանք։ Կոմունիստական ռուբլիները պետք է հոսեն Գյումրի։ Չէ, այդ պոպուլիստական ֆանտաստիկ բաները զվարճանքի առարկա են իհարկե, Շուշին, հետո Սասունը, Վանը եւ այլն դրանք թողնենք, էլի, դրանք անեկդոտի դաշտից են, ինքն էլ եկուս մյուս օր պետք է եղնի, ասի, որ դե կատակ եմ արել, էլի, ինչ եք կբել դուք էլ մարտեր, բաներ ասել։ Ասում է կատակ եմ արել մի օրում։ Այո, ոչ միայն Թրամփը, ինքն էլ Վարդան Ղուկասյանը չասի։ Դե ասած, մի քանի տրվագների հետ կապված ասած, բայց հենց իրական տեղական ինքնակառավարման հետ կա, օրինակ դատի եմ տալու 30 միլիարդ դրամը իդ բերեմ բան, հա զարմանալի է, որ այդ փորձով մարդը այդ տեսակ բաներ է խոսում, հասկացան քվե ես ուզում ստանալ էլի, բայց հետո պատասխանատվության հարց կա, մանավանդ համոզմունք ես ունեցել, որ դու լինելու ես քաղաքապետը։ Բայց եկուս մյուս օր բանով մեր քաղաքի խոսքով ասած դեմը տնելու են, ասելու են, այս բաները խոստացել ես, չէ՞։ Դե հիմա ասա նայեմ ինչպես ես անելու։ Բոլոր այդ տեսակ ուրեմն որոշումների ընդունումը լինելու է շատ մեծ դժվարությամբ եւ 14 հոգի ԿՊ գումարած 6 հոգի Մարտուն Գրիգորյանի խմբակցությունը այդ նիստերը դարձնելու են դժոխք։ Այսինքն լավագույն դեպքում, եթե կմասնակցեն այդ նիստերին։ Կարող է նաև անգլիական թագուհու կարգավիճակում հայտնվել։ Ճիշտ ասած, ես դա համարում եմ բան քաղաքական գերություն, պատանդառություն է սա, այսինքն սա այն դեպքը չէ էլի, որ դու ունես միահեծան իշխանություն, ինչպես ունեցել ես, ասենք 99-ից 2012 թվականների։ Երեք այլ ուժերի ներկայացուցիչներ պետք է համոզի յուրաքանչյուր հարցի շուրջ, որովհետև նրանք ոչինչ պարտավոր չեն։ Դե ԿՊ-ն միշտ էսպես։ Դե հիմի կլինի հավանաբար։ Ես չգիտեմ ինչպիսի որակ կտրսե, որի քաղաքացիական պայմանագիրը որպես ավականու կազմում ընդդիմություն։ Եթե լինելու է այն որակը, ինչ եղել է այն մի տարվա ընթացքում, երբ Պալասանյան Տաշինքից հետ կոալիցիայից ելավ ու 11 հոգով ընդդիմություններ 1-2 տեղ խոչընդոտեցին, ասենք բյուջեի ընդունումը եւ վերջ, այսինքն ծրագրեր ունեք, տարեք, պնդեք, որ անցնի, ասենք իրական դաշտում բերենք, հա, հարցը։ Հնգամյա զարգացման ծրագիր է բերում համայնքապետը, օրենքով նախատեսվում է, հա, 3 ամիս հետո դա պիտի բերի, որ ավականին հաստատի։ Եվ դրա մեջ այս բոլոր ուժերը կարող են իրենց առաջարկները փորձել պիտի մտցնեն։
Պիտի ասեն, պիտի ընդունեք։ Բերեք փոխենք սա, աշխատավարձերը ասենք, բերեք ավելացնենք։ Քաղաքապետը, որը բերելու է այդ նախագծերը, պիտի հասկանա, էլի, եթե աշխատավարձերը ավելացնելու ինքն էլ կուզի երևի բա ինչով եք ավելացնելու, ստվերը ներս բերելու եք, քերելու եք քաղաքում ստվերում մնացած տեղական տուրքերը եւ վճարները, թե չեք անելու։ Եթե ոչ, ապա ինչպես եք անելու։ Հազիվ իներցիոն կառավարում լինի եւ առաջվանը չէ, որ բանը միահեծան ու պետական իշխանությունից հովանավորվող կառավարում է եղել համայնքներում։ Այս մի դեպքում լուրջ բարդությունների առաջ է հայտնվում, հիմա ըստ երևույթին տակ են նոր մի քիչ սարճում են այդ էմոցիաները, որ ահա ես կլինեմ քաղաքապետ, կրակն ենք նելու են քաղաքապետը, որ այս մեխանիզմով է դառնում քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանն ամեն դեպքում ամսի 16-ին կընտրվի։ Եթե քաղաքական ուժերը մնում են իրենց խոսքի տերը, կընտրվի, բայց մեր իրականության մեջ հազար ու մի զիգզագներ են եղելով իմանա։ Իսկ կարող է այսպես իմանա իշխանության գալ ընդդիմադիր ուժերի ձայներով, հետո մերձենալ ԿՊ-ի հետ եւ այդպես ուրախ երջանիկ քաղաքային կառավարում ստացվի։ Տեխնացուների բանավեճի ժամանակ թեպետ ինքը բացակա էր, բայց դա չէր ազատում հարցերին պատասխանատու լինելու հանգամանքից։ Ես այդ հարցը իրեն տվեցի, բայց ոչ այդ ձևակերպմամբ, շատ ավելի համեստ էր իմ հարցադրումը, թե ապօրինի կույքի մասով կարող է հաշտություն կնքեք։ Ես չգիտեմ, հարցն էին իրեն սխալ բացատրել, թե ինքն էր սխալ հասկացել։ Սկսեց հաջորդ օրը ուրեմն ահագին ամբակորգոր հայտարարություններ արեց եւ իրեն դրեց բավականին բարդկացության մեջ։ Այդ էր պակաս, ոնց կարող է իմ նման մարդը սրանց հետ, նրանց հետ հաշտություն կնքել բան։ Ես կոնկրետ օրենքով ընձեռնված հնարավորություն էի նկատի ունեի, որի մի քանի օր առաջ էլ լսեցիք, հա, այն Կակիկ Խաչատրյանի ժողովուրդներ ապօրինի կույքի մասով ուզում հաշտություն կնքել, ինչ որ մի մասը պահել են, մնացած մասը պետությունը վերցնի իրեն։ Երևի փաստաբանները դեռ իրեն չեն բացատրել, որ կա նման հնարավորություն։ Չգիտեմ ինչու հարցը սխալ հասկացավ։ Բայց այդ պատասխանը շատ արժեքավոր է նրանով, որ դա հիշվելու է տարեդար եւ տեղ է գտնելու դասագրքերում, ինչը իրեն լուրջ կաշկանդելու է եկուց մյուս օր, ասենք թե դառնալ քաղաքացիական պայմանագրի անդամ եւ փորձել արդարացնել, բացատրել, թե քաղաքի խաթեր եմ արել, ինչպես բացատրում է հանրապետական կուսակցության անդամ դառնալը։ Սկզբում ինքը երթվյալ անկուսակցական էր 99 թվականին 2002 եւ այլն։ Հետո ինչ որ պահի ուրեմն այդ կուսակցությունը կամ իր պարագլուխը ստիպեցին հասկացրին, որ ճիշտը մեզ հետ լինելն է, երջանկությունը հանրապետական կուսակցության կազմում լինելն է, ինչպես շատ դպրոցների տնօրեններ էին հասկացել։ Հա, եւ հիմա երբ այս քարոզարշավի ընթացքում հարցնում էին, ասում էր դե ես քաղաքի խաթեր եմ արել, էլի, այսինքն քաղաքի շահը, այսինքն դա բան է, այդ տեսակ հեզաճկուն լինելը իր խասյաթների մեջ է եւ եկուս մյուս օր կարող է մի օր ելնել փորձել արդարացում գտնել, գցեցի, բռնեցի, որ ճիշտը ոչ թե դադի տալն է 30 միլիարդ դրամը իդ բերելու, ինչը բացարձակ անհետեցություն է, էլի իհարկե։ Հա, ուրիշ գործիքներ կան, էլի պետությունից ավելի մեծ ֆինանսավորում ունենալու կամ համակարգը փոխելու, այլ ելնել նման բաներ խոսել, ստիպված եղա դառնալ քաղաքացիական պայմանագրի անդամ։ Եկուս մյուս օր մեկ ուրիշ կուսակցության անդամ։ ԿՊ-ն գրկաբաց է, չէ՞, նման դեպքերում։ ԿՊ-ն էլ մտածելու բան ունի այդտեղ։ Փաշինյանի վարկից դատելով իր կադրային քաղաքականությունը նկատի ունեմ տարբեր տեղերում նշանակելով շատ տարբեր կուսակցություններ փոխած մարդկանց վերցնելով քաղաքացիական պայմանագրի շարքերը, Փաշինյանը կոնկրետ ցույց է տվել, որ բանը իր այսպես կոչված սիրո եւ հանդուրժողականության քաղաքականությունը կամ շանս տանք թող աշխատեն քաղաքականությունը իր խոսքերն են կարող է նման բաներ հանդուրժել ես էլ երբեմն կատակով կամ հեգնանքով կամ կիսահեգնանքով մարդիկ էլ նեղանում են ասում հեգնում ես լեվո բա ինչ անեմ կներեք Կակիկ Կոստանյանին մի հարմար գործ Գևորգ Կոստանյանին ներողություն, հա, ինչ է անում, Աղվան Հովսեփյանին մի հարմար գործ չկա։ Նրանք համաձայն չեն ԿՊ-ի։ Կարող է պահվել են երկրորդ էշելոնին, չէ՞ թե գիտեք, ապօրինի կույքով հետապնդվողները պիտի որ համաձայն լինեն, Կակիկ Խաչատրյանի պես մեծությունը վեհ անձնավորությունն է գնում հաշտության արդեն, էլի, հա։ Այնպես որ չբացառենք հայկական այս թերակատար քաղաքական դաշտում նման վայրի վերումները։ Պարոն Բարսեղյան, ապօրինի կապիտալի ազդեցությունը Գյումրիի օրինակով կուզեմ այս հարցին անդրադառնանք, ինչպես ազդեց ընտրությունների արդյունքների վրա եւ ինչպես կարող է ազդել 26-ի ընտրությունների վրա Հայաստանի իշխանությունների մոտ երևի այն պատկերացումն է հավանաբար, որ
Դե կարևորը գաղափարական մրցակցությունն է։ Նրանք կուզենան գնալ Կարս Արդահանը, Արցախը եւ 7 շրջանները հետ բերելու, Դերբենդը եւ Պարսկահայքը, Ճորապահակ ասենք էլի առայժմ։ Կորճայքը եւ այլն, մենք կասենք իրական Հայաստան, մենք կասենք խաղաղություն, մենք կասենք ոչ պատերազմին եւ 26 թվականի ընտրություններին կընտրվենք, թեև եթե Քոչարյանի վերջին ասուլիսը նայենք, նա, ասես ասենք, փորձում էր հանդես գալ որպես ռացիոնալ քաղաքական գործիչ եւ ոչ ռազմահայրենասեր, ինչպիսին հաղթող նախագահն էր ժամանակին, հա։ Գյումրիի ընտրություններ ինչ դեր ունեցավ եւ 26-ին Հայաստանի իշխանությունը բերել է 7 տարի է, չէ՞, իշխանությանն արդեն լրանում է 7 տարին այս օրերին էր, երբ այո, Գյումրիից հիմա արդեն քայլել է, սկսել է քայլել է, չէ՞, Փաշինյան։ Նրանք բերել են Ապոնի ցակում ունեցող գույքի բռնագանձման օրենք, պրոցեսներ կան եւ այլն, բայց ասել, որ քաղաքականությունից հանվել է Ապոնի կապիտալը, կստենք ուղղակի։ Ինչ սպասել է իմաստով։ Ուրեմն շատ պրիմիտիվ եմ դիտարկում վերագրել ընտրություններին, NLS ընտրություններին գաղափարական ընտրություն ձևակերպումը։ Սխալ է, բայց թողնենք, գուցե սխալվում եմ, բայց բերեք հիմա մաթեմատիկայից խոսենք մի քիչ։ Ով պետական իշխանությունը գիտե թե ինչ ծավալի ապօրինի գույք է քննվում որպես ապօրինի վերադարձնելու համար։ Մենք այդ ծավալը չգիտենք։ Բացի տատախազությունից եւ երևի Փաշինյանից ու մի երկու հոգուց այդ ծավալը չգիտեն։ Իրենք հաստատապես գիտեն թե քանի աշխատատեղ կա այդ ապօրինի գույքի մեջ։ Այն մարդիկ են, ովքեր տարիներով 5 տարի, 10 տարի, 20, 30 տարի աշխատավարձ են ստանում ապօրինի գույքի տիրոջից խոշոր հաշվով, հա, տնօրենին թողնենք լհանգիստ։ Կարելի է նաև հաշված ունենալ, թե ինչ տարբեր ընկերություններ կան, որոնք ապօրինի գույք չեն, ապօրինի գույքի տիրապետող չեն, ովքեր այս կամ այն շահագրգիռ կապի մեջ են ապօրինի գույքի հետ։ Մատակարարներ են, գնորդներ են եւ այլն, հա, եթե հյուրանոց է, պիտի պատկերացնեք, ոչ միայն այդ հյուրանոցի կոլեկտիվն է, մինչև մահու գերեզման երախտապարտ ապօրինի գույքի տիրոջը աշխատանք ունենալու համար, հա, պլյուս մինուս 5% ասենք։ Այլև այդ հյուրանոցին զանազան մատակարարումներ անող, հյուրանոցից գնումներ անող, զեղչերով, բաներով եւ այլն։ Հիմա այս թվաբանությունը ես ունեմ իմ մոտավոր գնահատականը, կարող է սխալվում եմ։ Ենթադրենք խոսքը 100,000 մարդու մասին է, որոնք աշխատում են Հայաստանում հետապնդվող ապօրինի գույքի մեջ։ Ռեստորան, հյուրանոց, կաֆե, ավտոսալոն, մյուսը, ապահովագրական ընկերություններ, հազար ու մի բան կա։ Այս մարդկանց Փաշինյանին է ուղղված հարցը եւ այդ գաղափարը պնդողներին, թե ընտրությունը գաղափարական է, դա ապօրինի գույքը էական չէ։ Իդեպ ես խոսում եմ այս մասին 7 տարի շարունակ, ինձնից շատ խոսող չի պատահել ինձ։ Այդ մարդկանց կարիք կա ապօրինի գույքի մեջ աշխատող մարդկանց կարիք կա ասելու, թե իրենք ընտրություններին ինչպես պիտի ընտրեն։ Կարիք կա այդ մարդկանց կաշառք տալու, որ իրենք գնան ընտրեն այդ հյուրանոցի տիրոջը։ Հիմա դրա ինչ մասն է Գյումրիում։ Այս ընտրություններին մասնակցած մարդկանց բոլորի մասին չէ խոսքը բնականաբար։ Ինչ որ մասը տիրապետում է ապօրինի գույքի, Ղուկասյան Վարդանի մասով գոնե գիտենք հրապարակային 17 16, 18 ապօրինի գույքերի մասին առայժմ այդքանն է հրապարակային։ Հիմա այդ համակարգերի աշխատողները, եթե այդ մեղադրանքը արդար է եւ եկուս մյուս օր իսկապես կապացուցվի, որ ապօրինի է եւ պետությունը կբռնագանձի, ինքն էլ հաշտություն չի կնքելու, ինչպես ասած։ Հա։ Այդ մարդկանց քանակը, ընտրողների քանակը ազդեցություն ունի ընտրությունների վրա։ Եթե մեկ քվե ազդեցություն ունի ազդեցություն։ Եվ մեծ միամտություն է թերակնահատել այս ռիսկը։ Այսինքն, եթե մենք խոսում ենք ազատ արդար ընտրությունների մասին, ընդհանրապես, մենք պիտի նկատի չունենանք միայն քվեարկության օրը, ուրեմն տեղամասերում ընտրախախտումների, կեղծիքների, լցոնումների կամ ընտրակաշառքի բացակայությունը, ասելով, որ ահա տեսեք ընտրությունները ազատ եւ արդար էին։ Ոչ, ազատ եւ արդար ընտրությունները հենվում են մարդու ազատ կամքի ձևավորման եւ կամքի արտահայտման վրա։ Այս երկրորդ բաղադրիչը բարեբախտաբար մեր երկրում մաքրվել է տեղամասում, չունենք մենք այն այլանդակությունները, ինչ ունեինք 17, 16 եւ դրան նախընթաց ընտրությունների ժամանակ։ Հիմնական բաղադրիչը, թե ինչպես է ձևավորվում մարդու կամքը, գնալ նրան քվեարկել, 20 տարի եթե ես աշխատել եմ գողացած փողով սարքած ռեստորանում կամ հյուրանոցում, պարզ է, որ ես ընտրությունների ժամանակ գնալու եմ այդ ռեստորան
պետական հեշտ իմ աշխատատեղը պահպանելու համար։ Առնվազն այդքանը է, կաշառք տալու կարիք չի ունենա այդ մարդը, հասկանում եք։ Կաշառք պիտի տանեն մարդուն, որը այդ պահին կաշառքով է կախման մեջ ընկնում։ Առանց կաշառք, այն մարդիկ, ովքեր աշխատել են, աշխատում են 2-26 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կամ 21 թվականին աշխատել են կամ աշխատելու են ապօրինի կույքի մեջ, այսինքն իրենք ուղիղ կախման մեջ են լինելու։ Դա քաղաքական ընտրության հարցում լուրջ կողմնորոշում կամ ապականություն է բերելու ընտրությունների արդյունքների վրա, ինչքան էլ ուզում է տեղամասում այդ օրերը ոչ մի կռիվ, այդ օրը ոչ մի կռիվ ու վեճ ու կաշառք բան չլինի, սա չի հասկանում այս իշխանությունը, չի ուզում հասկանալ։ Գումարեք այդ ապօրինի կույքի սեփականատերերի ենթակա լրատվամիջոցները, որը խոշոր հաշվով նույնպես այդ պրոդուկտից է։ Այդ լրատվամիջոցների ստեղծած քարոզչական, զրպարտչական, վիրավորական ատելության խոսքի արշավը։ Ասենք լրատվամիջոց է, որի եթերում բարբաջում է ինչ-որ մի տեխնացու ֆաշիստական մտքեր է ասում։ Բարեխիղճ լրատվամիջոցի դեպքում այդ ֆաշիստական մտքերը ինքը չի հեռարձակում կամ չի հրապարակում։ Մեկ ուրիշ կատեգորիայի բարեխիղճության դեպքում, ում մասին խոսում է, նրանց կարծիքն է բերում հետը հրապարակում է, ասում է, տեսեք, այսպիսի բան է հնչել, զրպարտել են, էս էլ էս մարդու կարծիքն է։ Հիմա դրանք ինչ ազդեցություն են թողնում ընտրությունների վրա, որևէ հետազոտություն դա կարող է պարզել, բայց նստել մերկապարանոց կամ անմեղսունակ կերպով պնդել, որ դե ապօրինի գույքը կապ չունի, էլի մարդիկ իրանց կամքը ունին, չէ, լուրջ իրենց կամքը ունեն, այդ մարդու կամքը, որ փչացած է եղել, չգիտեմ, 20-30 տարի, հաշիվ չէ դա։ Այս մասին ես հիմա չէ որ խոսում եմ, որովհետեւ մեկին կարող է թվալ, թե վայ, բարդվել են, մի տեսեք ինչերի, վաղուց խոսել ենք։ Քարոզարշավի ժամանակ էլ ենք խոսել, դրանից առաջ ընկած 6 տարիների ընթացքում 1000 ձևով բացատրել ենք, որ պիտի ապօրինի գույքի ազդեցությունը, ապօրինի փողերի ազդեցությունը չեզոքացվի, ինչպես կարող է դա անել պետությունը, կարող է 6 տարի առաջ օրենքով կամ ազգային ժողովի որոշմամբ դատապարտել, քաղաքական գնահատական տալ պետության զավթումը, եթե այդպես մտածում էր։ Փաշինյան ասում էր, որ ես այդպես մտածում եմ, հիմա բանավոր ես դատապարտում եմ։ Հետո դրա իրավական հետևանքը պիտի լիներ անցումային արդարադատություն, օրենքների ընդունում։ Այսօրվա իրականությունն այն է, կներեք, որ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանն ասեն դու ընտրակեղծար ես, կեղծել ես ընտրությունները, ասողը կդատվի, որովհետև դատական որևէ որոշում չկա, որ այդ մարդիկ ընտրակեղծար են, հա։ Դե անեկդոտը այն էր, որ քարոզարշավի ժամանակ քաղաքացիական պայմանագրի երևելիները հանդիպելով իրենց հասցեին վիրավորական զրպարտչական ատելության խոսքի եւ քննադատության, ելնում ասում էին, այդ մարդիկ հիմի պիտի դատված լինեին, Երանից էս, կներեք, ով պիտի դատեր։ Ինձ քննադատում են քաղաքացիական անուղակի քաղաքացիական պայմանագրից եւ ուղակի տարբեր գործընկերներ հարգելի ասելով թե այ մարդ ախր շատ է քննադատում էլի ԿՊ-ին այ ժողովուրդ ջան մեռանք բացադրելով կոնկրետ քաղաքացիական պայմանագիրը ստացել է ժողովրդի քվեն երկրում արմատական բարեփոխումներ անելու համար արդարություն սահմանելու արդարադատություն կարող է ես եմ բան հա որ չգիտեմ ինչի սևեռվել եմ արդարադատության վրա թող ցույցերին մասնակցած մարդիկ ելնեն ասեն իրենց նպատակը որն էր մի թիքահաց ստանալ քաղաքացիական պայմանագրից թե երկրում արդարության մթնոլորտը վերականգնել անեիք անցումային արդարադատությունը գործի գցեիք քննազտում անեիք իրավապահ համակարգի դատավոր հանցագործ դատավորները մինչև հիմա այնտեղ են մեռանք ասելով մարդիկ ասում են դե ոնց չհոգնեցիր ասելով չեմ հոգնելու ասել ամենակարևոր առաքելությունը որ անելու էր քաղաքացիական պայմանագիրը չի արել եւ հիմա ստանում է այս տեսակ քաղաքական չափալախներ կներեք ապտակներ է ստանում ու փոխանակ հասկանալու որ ինքը մեղավոր է եկուսմիսոր պիտի ելնի շնորհավորի չէ այդ ընտրված քաղաքապետին վարչապետն ասաց ժողովրդավարության հաղթանակն է շնորհավոր է Հայաստանի հպարտ քաղաքացիներին այն որ վարչապետը նման բաներ էր ասելու եւ իր սխալները չի ընդունելու խոսում էի ես եւ քարոզարշավից առաջ եւ քարոզարշավի ընթացքում փոխանակ ելնի ասի այ մարդ այստեղ սխալներ ենք գործել մենք հա հիմա Ես ինչի պիտի չկարողանամ շնորհավորել քաղաքապետին, եթե տեսնեմ, որ ինքը հալալ ընտրված է, ոչ թե հալալ քվեարկված։ Հասկանում եք, մարդը, որը հետապնդվում է ապօրինի կույքի բերումով, եւ որտեղ աշխատում են մարդիկ, ես չեմ կարող համարել, որ այդ քվեների մի մասը չի եկել այդ կողմից։ Ոչ ոք չի բացառում, որ այդ քվեները ստացվել են, իսկապես ստացվել են։ Հիմա ստացվում է այսպես, քաղաքացիական պայմանագիրը այդ խոսքերով ժողովրդը հաշտ է ընտրությունների արդյունքների հետ, ես անհաշտ եմ եւ կապ չունի, ենթադրենք մենք 2-3 կամ 5 մանդատ էինք ստացել։ Այս մասին խոսվել է վաղուց եւ ոչ միայն Գյումրու համատեքստում։
Հայաստանի բոլոր ընտրությունները քաղաք ամենակարևոր միջոցառումն է, երբ իշխանություն ես ձևավորում, որ երկրի ու ժողովրդի ապագան է ինքը կառավարելու, չէ՞ փաստորեն։ Եթե դու այդ կարևոր բանը չես արել, ուղղակի քվեարկության ժամանակ կեղծիք ու ընտրակաշարք չկա։ Իսկ խաբար եք, տեղյակ եք, ինչ խորությամբ կարող է եղած լինել այդ ընտրակաշարքը, այս 2-3 երևակումները, որ կան մեղադրանքները, նրանք ծաղիկներ են ընդամենը։ Դե երևի մենք շաբաթներ անց սպասենք Վարդան Ղուկասյան, Նիկոլ Փաշինյան հանդիպմանը Գյումրիի փողոցներում։ Ամեն պարագայում, պարոն Բարսեղյան, ձեր մասով էլ մեկնաբանություններ եղան, որ ձեզ խանգարեց Հանրապետություն կուսակցության եւ ՔՊ-ի դաշինքը Երևանում եւ իրապես ձեզ երևի ամեն օր հարց են, չէ՞, տալիս ՔՊ-ին ձայն տալու եք, որ գա իշխանության, որ ասում եք ոչ, չենք տալու, ասում են բա Հանրապետությունը ինչու գնաց Երևանի քաղաքապետարանում ձայն տվեց եւ միգուցե համոզիչ չեք եղել, ինչ կարող եք ասել այս մեկնաբանության վերաբերյալ։ Այդ քննադատությունների մի մասը իհարկե մանիպուլատիվ է, ինչ որ մի տգետել ելավ ասած, բա Երևանում Եվրատաշինքը պաշտպանեց Ավինյանին, հա, լրագրողն էլ չասաց, թե հարգելիս ախր Երևանի ավականու կազմում Եվրատաշինք չկար։ Հա, ինչեր եք էլի, այսինքն մանիպուլյացիաների մի ահռելի ծավալ է եղել։ Մյուս կողմից մարդիկ իրավունք ունեն քննադատելու, ես Հանրապետություն կուսակցության փոխարեն պատասխանելու ոչ մի լիազորություն չունեմ։ Արամը Սարգսյան այդ հարցին պատասխանել է հուշագրի ստորագրման օրը։ Այդ քաղաքական ուժը Երևանում Ավինյան ընտրելիս ունեցել է իր հիմնավորումները եւ արել է այդ հիմնավորումների հիման վրա իր ընտրությունը։ Դա կարող է ինչ-որ մի չափով վնասել է նաև մեր քվեներին։ Ես շեշտում եմ խոսքը, ասենք մի 1000 քվե ավել ստանալու կամ 500 քվե ավել ստանալու խոսակցություն չէ իմ ասածը։ Դա չնչին բան է համեմատած այն խնդիրների հետ, որոնց մասին ես քիչ առաջ խոսեցի։ Եվ այս ուժերը իրար հետ եկել էին համաձայնության, ընդհանուր դիրքորոշման այս ընտրություններում այսպես վարվել։ Ես մի անգամ չեմ էլ հիշում որտեղ էր քարոզարշավի ընթացքում ասացի, որ բանը կյանքը իր տեղում կանգնած չէ, նայեք այդ քաղաքական գործիչների կենսագրություններին, բաներին, քաղաքական ուժ է, այնտեղ գտել է, որ այդպես է ճիշտ մասնակցությունը, այդ ձևաչափով, այդ քվեարկությամբ, այստեղ որոշել է այս դիրքորոշումն ունենալ, եկուց մյուս օր, ես չգիտեմ, տարբեր համայնքների դեպքում այս Եվրատաշինքը կազմած քաղաքական ուժերը ինչպիսի դիրքորոշում կունենան։ Դժբախտաբար մեր երկրում քաղաքական լանդշաֆտը կամ միջավայրը չի ձևավորված որպես իրական քաղաքական դաշտ, որտեղ գաղափարների բախում լինեն, քաղաքական ուժերն էլ տարանջատում էլ չի կատարելապես կայացած լինեն, ի նկատի ունեմ, որ մեր քաղաքական ուժեր բազմաթիվ են, ինչ է նշանակում ունենալ 120 քաղաքական ուժ, որոնցից 30-ն են մասնակցում ընդհանրապես ընտրական process-ներին։ Սա քաղաքական դաշտի թերակատարության ուղիղ օրինակ եւ ապացույց է անցման շրջանի կարշելի երևույթներից է, պիտի հաղթահարել սա, ուղղակի հաղթահարման մեջ միշտ գործող իշխանությունը ամենամեծ խթանիչ դերն ունի։ Հասարակական գործիչները մենք կարող ենք օրերով, ամիսներով քննարկել եւ հասնել, ասենք 1%-անոց հանրային մտածողության փոփոխության, իսկ գործող պետական իշխանությունը այս է, մյուսն է, հաջորդը, ինքը անհամեմատ մեծ ռեսուրսներ ունի արժեքային հեղափոխություն անելու քաղաքական դաշտը կայացնելու համար։ Ինչ որ բաներ փոխվում են, բայց դրանք չափազանց դանդաղ են տեղի ունենում։ Ես ի տարբերություն այս արդյունքներից ողբ ու սուկ ու շիվան սարկողների անհամեմատ համբերատար եմ եւ համարում եմ, որ հետևողական աշխատանք է պետք Հայաստանում քաղաքականությունը լայն իմաստով կայացնելու համար, որպեսզի կեղծ քաղաքական, մերձ քաղաքական դերակատարները տեղից դուրս մղվեն, էլի, հա։ Եվ ի վերջո մենք ունենանք քաղաքական բանավեճ, քաղաքական խոսք, ծրագրերի բախում ու վերջապես ճիշտ լինեն այն մարդիկ, ովքեր ասում էին, որ կարևորը գաղափարներն են, ապօրինիկ ու ոնց թե ապօրինիկ ուիկը չէ, ձեռեք առել ձեզ։ Այսինքն դա շատ կարևոր խնդիր էր, որը պետք է իշխանությունը լուծեր, որի համար քննադատել ենք ու քննադատելու ենք, ինչքան էլ ուզում է ՔՊ-ի հավատավոր համախոհները դժգոհ են այդ քննադատությունից։ Իդեպ դրանից անհամեմատ քիչ են նեղվում քաղաքացիական պայմանագրի անդամներն ու падգամավորները, քան թե նրանց կուրորեն հավատացող բազմաթիվ քաղաքացիներ իրենց իրավունքն է։ 1000 անգամ ասել են, վերջին 25 տարում ես կոնե ասել եմ, որ ժողովուրդ ամենախայտառակ սխալն է, երբ մարդիկ համարում են, որ գործող իշխանությունը ճիշտ է եւ միշտ ճիշտ է։
Այդ ոնց եք հասկանում։ Հետո իշխանությունը փոխվում է, նույն մարդիկ կամ նրանց մեծ մասը համարում է, որ գործող իշխանությունը ճիշտ է։ Հետո էլի փոխվում է, գործող իշխանությունը ճիշտ է։ Ասենք դուրներդ գալիս է, դա դեռ չի նշանակում, որ ճիշտ է։ Դրեք մի հատ սխալները նայեք։ Ուր է մեր ասածը չեք արել ճանդամ լավ, ձեր խոստացածն չեք արել գործող իշխանություններ։ Լիքը հազարավոր օրինակներ կարող են բերել տարբեր պրոֆիլների, ուղղակի տեղն ու ժամանակը չէ։ ԿՊ-ն ոնց որ չի կասկածում իր հաղթանակին նաև 26-ի ընտրություններում, հա։ Քաղաքական ընթացակարգերի ընտրական օրենսգրքի կարգավորումների տեսանկյունից հիմք ունի նման ինքնավստահության պարզ ասած մենք չունենք ազգային ժողովի դեպքում իրական համամասնական ընտրակարգ։ Դիտորդները ինչքան ուզում է զոռեն, թե սա համամասնական ընտրակարգ է, իշխանությունը համամասնական ընտրակարգ չէ ազգային ժողովի ընտրության համակարգը, որը գործում է եւ իշխանությունը չի ուզում փոխել այդ համակարգը։ Մերժեցին ընդհանրապես դա կեղծ համամասնական ընտրակարգ է, 100 անգամ բացատրել ենք։ Կայուն մեծամասնության գործիքի արկայությունը ընտրական օրենսգրքի մեջ ԱԺ մասով սա խափանելու է համամասնականությունը, ինչպես խափանել է նախկինում 18-ին եւ 21-ին դրա կարիքը ԿՊ-ն չի ունեցել, բայց այս անգամ ինձ թվում է, որ կունենա 35% էլ տանի, 30% էլ տանի, որպես հարաբերական մեծամասնություն, շատ լուրջ շանս է ունենալու ստանալ մանդատների 50 քանի տոկոսը։ Իսկ սա համամասնականություն չէ։ Իմ խոր համոզմամբ պարզ համամասնական համակարգ պիտի լինի ազգային ժողովի ընտրական համակարգում, ինչպես դիմերի դեպքում է։ Շնորհակալություն Սերժ Սարգսյանին, փաստորեն։ Այդ գործիքը, չէ, նաև շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին, որ պահպանում է այդ համակարգը։ Չագերտավոր շնորհակալություն էլի, ժողովուրդը սխալ չհասկանա։ Հիմա ինչպես դիմի դեպքում էլ կարդա 18 թվականին այս իշխանությունը հասկացավ դիմերի վրայից հանեց դա եւ տեղի ունենում կոալիցիոն խմորումներ, ինչը նորմալ է։ Բայց ազգային ժողովի դեպքում ստացվելու է այնպես, որ ասենք 40% ստանա X ուժը, էական չէ։ Բայց քանի որ ինքը հարաբերական մեծամասնություն է, օրենքում եղած հնարավորությունների շնորհիվ ինքը ստանալու է մանդատների 50 քանի տոկոսը։ ԿՊ-ն 42 էլ ստանա, միազնյա կվերցնի։ 35 էլ ստանա կարող է վերցնել, հասկանում եք, եւ սա համամասնական։ Ընդ որում նայեք, այդ համամասնությունը փոխվում է մանդատ դառնալիս հօգուտ հարաբերական մեծամասնություն ունեցողի եւ ի վնաս հարաբերական փոքրամասնություն ունեցողի։ Հա, այսինքն այն փոքր ուժերը, որոնք կարող էին այնտեղ լինել, չգիտեմ, 7, 10, 12%-ով մանդատների հաշվարկով ունենալու են պակաս տոկոսով մանդատներ։ Սա բան է, Սերժ Սարգսյանի մոգոնած համակարգն է, իր գրագիրներն էին սա գրել, մոգոնել, մտցրել, անունտրել կայուն մեծամասնություն, 3 քաղաքական ուժից ավել իրավունք չունեն կոալիցիա կազմելու, այսինքն ամեն ինչ արել էին, որ հանկարծ եթե այն ժամանակ հանրապետականներն ունենային 35%, մյուսները 4-5 քաղաքական ուժ եթե մտնեին խորհրդարան, միավորվեին, հանկարծ դրանից ավել չհավաքեին եւ այլն։ Այս բաները պիտի վերանայվեին վաղուց։ Հիմա լիքը մարդիկ, ովքեր մեղմ ասած քաղաքական ահուսարսափ ունեն նախկինների վերադարձից, ասում են, չէ, լավ, թող մնան սրանք։ Այսինքն այն թողնենք շարքային քաղաքացիներին, էլի վերլուծաբաններ կան, շատ հարգելի մարդիկ կան, որոնք ասում են, բանը, ախր որ շատ է քննադատում բաներին, ինչ է քաղաքացիական պայմանագրին, դուք չեք զգում, որ քաղաքը դրանից դուժեց, վարի գնաց, ընդհանրապես հազար ներողություն մարդիկ կան, որոնք ասում են, դուք քաղաքացիական պայմանագրի քվեները տարակ 4.5% չեք ամաչում, ասում եմ, կարող է դա ԻԿՊ-ն է մեր տոկոսները տարել, հարցը այդ չի։ Այս մտածողության մարդիկ կան դեռ բնության մեջ, իրենք այդ սարսափներին գերի նոր մագարտակ են բարձրացնում նախկին ներկա թագարտը։ Այդ թագարտը 21 թվականին աշխատեց, հա, մարդիկ ասին, այ մարդ եթե չընտրենք այս բաներին, քաղաքացիական պայմանագրին, նախկիններն են ետ գալու։ Հիմա ավելի բարձր մագարտակի քաղաքացիական պայմանագրի համախոհները եւ համակիրները փորձում են դա առաջ տանել, թե այ մարդ քաղաքացիական պայմանագրին քննադատել այնքան էլ լավ բան չէ։ Գիտեք, տեսնում եք ինչ տեսակ Գյումրիում ինչ եղավ։ Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այս Գյումրու ընտրությունները չարժե այդպես ապոկալիպտիկ դիտարկել ու համարել, որ նույնի հայելային արտացոլումն է տեղի ունենել կամ նույնական ուրեմն արդյունքներն են լինելու ազգային ժողովի դեպքում։ Ոչ, այնտեղ դրամաբանությունը, քաղաքական թիրախները, ընտրական առաջնահերթությունները հանրության շրջանում այլ է լինելու։ Կոմունիզմը ամբողջ Հայաստանում 10 հələ ուր եք, այդ բոլոր այդ Քարոզարշավի ժամանակվա եղած բոլոր զվարճալի զառանցախառն, ատելության, վիրավորանքի, բանի այդ ամբողջ խոսքերը դեռ պատտվելու, արձարծվելու են, ետ են գալու։
Հիմա շատ բարդ է լինելու։ Գնդակահարության հայտարարությունն էլ բան չեղավ, չէ՞, քրեական։ Առայժմ ոչ, բայց կարծեմ բանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է դիմել դատախազություն, դիմելու կարիք չկա էլի, այնպես չէ որ այդ ինչ է քաղաքացիական պայմանագրի ժողովուրդը այդ հայտարարությունը չի, այնպես չէ որ քաղաքացիական պայմանագրի падգամավորները չգիտեն որ դա քրեորեն հետապնդելի բաղադրիչներ է պարունակում իր մեջ, ինչքան էլ ուզում է հիպոթետիկ ասված լինի։ Ինչ որ մարդիկ ասում են դե ասած հո չի անելու բան։ Այն մյուսներ կողքից տարբեր մարդկանց կարծիքներ եմ ասում ես, գրավոր բանավեճերով։ Ասում է բանը Գյումրիում յուրաքանչյուր տղամարդ պատրաստ է նույնը անել, բան, էլի, հա, ասում ես ընկեր կլինի դեմքդ բացես Facebook-ում, էլի, հասկանանք դու այն որ եկել էին Ավետիսյանների սպանությունից հետո ցույցերին մասնակից, ոչ գյումրեցիներ։ Գնանք ջարդենք 8-й Կարադոկի ռուսների տները, գյումրեցիներին տանում էին այն կողմ, հազիվ ենք պահել, էլի։ Ասում է այն գեր դու ով ես ընդհանրապես էլի ընչացու ես էլի եկել ես այդտեղ որոշել ես որ պիտի այդ հանցագործության դիմաց այսպիսի մտածողության տեր մարդիկ սնուցվում են այս տեսակ պոպուլիստական մտքերով հիմա ավելի բարդ բան ասեմ էլի որպես քաղաքացի որպես Գյումրու մարդ դեսպաններ տարեկան 8-10-12 դեսպան գալիս է Գյումրի հանդիպում է լիքը մարդու հետ ինձ հետ էլ է հանդիպում Գյումրիում ինչ-որ ծրագրեր անել, այդ բոլորը գիտեն արդեն այդ տեսակ մարդատիած ֆաշական հայտարարությունների մասին, որ ասենք այդ հայտարարությունների տերը կարող է եկուց ընտրվի Գյումրու քաղաքապետ։ Հիմա ինչ եք կարծում արևմտյան երկրների կամ այն երկրների, որոնք դոնոր են եղել Գյումրի քաղաքին տարբեր ծրագրերով, դոնոր են ուզում լինել գալու են համագործակցեն սեղան նստեն ֆաշիստական մտքեր հայտնած մարդու հետ թե ինչ են անելու ասում են ախպեր գործ չունես խայտարակ ենք եղնելու էլի սրանք լուրջ խնդիրներ են որոնք տեխնացուների մի մասը մի քանիսը 1-2 հոգի հա իրենց թույլ են տվել անել կամ ասենք բանի ինչ է պրոկրեմլական կամ կրեմլահպատակ հա մարդիկ այդ մարդկանց հետ ինչպես են դոնորները միջազգային կամ Կրեմլն է գալու, թող բերի մի 2 կոպեկ Գյումրիում տնի տեսնենք այդ ինչ ներդրում է անելու, այդ ինչ է արել այսքան ժամանակ, կամ այն տարիների ընթացքում, երբ Ղուկասյան Վարդանն եղել է քաղաքապետ, ցույց կտա ռուսական կապիտալի աջակցությունը Գյումրի քաղաքին։ Սրանք լուրջ հարցեր են, որոնց հիման վրա է, որ ասում են, որ բանը ով ընտրվեց Գյումրու քաղաքապետ, հիմա կրակն է ընկնելու, շատ կեշ կրակն է ընկնելու վերջում ելնելու բացի են քրեական գործերը բաները այդ էլ թողնենք հաշվենք որ դրանք չկան էլի քաղաքը պիտի լուրջ ֆինանսական ներարկումներ շատ են խոսել այս մասին ներարկումների կարիք ունի արդյունավետ կառավարման կարիք ունի խնամի բարեկամով կառավարվելու կարիք բոլորովին չունի եւ այլն այդ ինչպես է հոգալու այդ խնդիրները եթե դուք հեղափոխական կառավարման համակարգ չեք մտցնելու տեղ ինչը ես գիտեի եւ խոստանում էի անել, օքեյ, չեք ընտրել, շնորհակալություն սիրելի ժողովուրդ, լավ եք արել։ Հիմա ում որ ընտրել եք կամ ումոնց որ ընտրել եք, հա, դե այդ մարդիկ թող այդ պատասխանատվությունը ստանձնեն եւ գնան անեն, չի լինելու որ բաները ձեռները քաշեն կողքի, ասեն թե այդ մի քվեարկությունն է, իր օգտին քվեարկել ենք, մենք այլևս կապ չունենք։ Ունեն այն 6 գումարած 3, գումարած 2 մանդատներով խմբակցությունները, եթե քվեարկում են, կապ չունի, 2 հոգի է քվեարկում միջներից թե մի հոգի, էական չէ, իրենք պիտի ստանձնեն այդ պատասխանատվությունը։ Չեն կարողանալու ձեռները լվալ քաշվել կողքի։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան, զրույցի համար Factor TV-ում հյուրընկալել էինք Լևոն Բարսեղյան։